Այն ինչ հիմա դուք տեսնում եք Մայքլ Ջեքսոնի թաղման արարողությունն է։ Աշխարհը հրաժեշտ է տալիս փոփ-արքային, բայց հիմա նայեք այնտեղ, որտեղ չեն նայում հյուրերի մեծ մասը։ Նայեք այս շիկահեր կնոջը։ Ուշադրություն դարձրեք նրա կզակին, նրա քթի ձևին, ուշադրություն դարձրեք նրա այտերի վրայի կնճիռներին։ Մեկին մեկ Մայքլ Ջեքսոնն է։ Մամուլն ու ֆաները աղմուկը պայթեցրին։ Ջեքսոնը իրականում կեղծել է սեփական մահը։ Ավելին, նա հենց այստեղ է սեփական թաղման արարողությանը թաքնված շիկահեր կեղծամի ու կնոջ դիմահարդարման տակ։ Իսկ հիմա նայեք այս վիդեոն։ In the last few weeks, a large amount of ugly, malicious information has been released into the media about me. Ձայնի տեմբրը, դիմագծերը, նմանությունը վախեցնող է։ Իսկ հետո մարդիկ տարածեցին ֆոտոներ, վիդեոներ, որտեղ ցույց են տալիս, թե ինչպես Փարիզում, Դուբայում, աշխարհի տարբեր անկյուններում պատահական փողոցում տեսել են Մայքլ Ջեքսոնին ողջ առողջ։ Արդյոք իսկապես փոփ-արքան կեղծել է սեփական մահը եւ ինչի համար է դա արել։ Արդյոք Ջեքսոնը իսկապես մեղավոր էր ու վտանգավոր էր երեխաների համար, թե նրան պարզապես վարկաբեկեցին ու մեջտեղից վերացրին, որովհետեւ նա սկսել էր խանգարել ինչ-որ մեկին։ Եվ ամենակարևորը, ինչու Ջեքսոնը իր ելույթների ժամանակ մի օր ասաց. «Ես հայ եմ»։ Արդյոք փոփ-արքան իսկապես ուներ հայկական արմատներ։ Հենց հիմա ես ձեզ ցույց կտամ բացառիկ ֆոտոներ, վիդեոներ ու ապացույցներ։ Ամբողջական տարբերակը դիտեք YouTube-ի իմ ալիքում, լինկը բիոյում է։